Երբ չունես բացատրելու ժամանակ եւ ցանկություն, պարզապես ասա, արա, որովհետեւ ես եմ ասում։ Ժամանակ իրականում գրեթե երբեք ոչ ոք չունի, բայց սա լավագույն մոտեցումը չէ եւ ծնողները միակարծիք են։ Արա, այնպես ինչպես ես եմ ասում, տարբերակը գրեթե ոչ մի պարագայում չի աշխատում, եթե մենք դա չենք ասում շատ դիրեկտիվ տարբերակով, ճնշող տարբերակով, որ ուղղակի այդպես պետք է անես, որովհետև օգտագործում իմ ծնողական հեղինակությունը ինքը արդյունավետ չէ, չի սովորեցնում որևէ բան երեխային, արդյունքում ուղղակի ստացվում է այնպես, որ ավելի ենթարկվող երեխաները կսկսեն հետևել կողքինների արձագանքներին, միայն դա որպես ելք կարող ենք ունենալ, որևէ պարագայում օգտակար ու արդյունավետ երեխայի վարքի համար չի կարող լինել նմանատիպ արձագանքը։ Եթե բացառում ենք նման ձևակերպումները եւ մեր պարտադրանքը, բայց այնուամենայնիվ ուզում ենք կարգապահություն ձևավորել, ինչպես անենք դա։ Կախված իրավիճակից ինչ է անում երեխան, տվյալ պահին արձագանքում ենք հենց իր վարքին, որ հասկանում եմ, գիտեմ շատ ես ուզում դա անել, պայմանավորվել ենք, խոսել ենք, գիտես կանոնները, համաձայն այս իրավիճակի պայմանների, մենք դա հիմա անել չենք կարողանա, եթե խոսքը չի գնում երեխայի անվտանգության մասին, կան իրավիճակներ, որտեղ մենք պարզապես ֆիզիկապես երեխային հեռացնում ենք առանց երկար բացատրությունների, բայց մնացած բոլոր դեպքերում մենք միշտ պիտի տանք հուզական արձագանք երեխային ու հետո տանք հստակ սահմանափակումը, թե ինչի համար էր այդ գործունեությունը սահմանափակվել։